Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար Ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի ավականու անդամ Ալբերտ Մովսեսյանը, ով նաեւ Արդար Խոսք կուսակցության նախագահն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Քանի որ դուք ավականու անդամ եք, ուզում եմ մի քանի խնդիրների նաև անդրադառնանք, որոնցից մեկը բավականին թարմ է, դրանց խնդիրները հենց տրանսպորտին են վերաբերում, ընդդիմությունը, մասնավորապես Մայր Հայաստանը բերեց օրինագիծ, որտեղ ավականու իշխող խմբակցությունը եւ իր կոալիցիան ընդհանրապես դուրս եկան, կարելի ասել բոյկոտեցին։ Դրա նպատակը առհասարակ որն է, առհասարակ ընդդիմության բերած ինչ որ օրինագծեր չքննարկելը, չքվեարկելը, մեկը եթե բնականաբար հաշվի ենք առնում իշխանությունը քվեարկի կամ ընդհանուր ավականին երբ որ քննարկում կամ քվեարկում է, եթե մեծամասնությունը քվեարկում է, անցնում է կամ չի անցնում։ Այս դեպքում օրենք ինչ խնդիր կար, որ իրենք դուրս եկան։ Նախ ասեմ Ալբերտ ջան, մենք բոլորս տեղյակ ենք, որ Հանրապետություն ֆրակցիան, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր ֆրակցիաները, իրենք հանդիսանում են քաղաքային իշխանություն տվյալ պարագայում, իսկ ինչ վերաբերում դիմադիր դաշտից որևիցե նախագիծ բերելը եւ դա քննարկման ենթարկելը, բնականաբար քաղաքային իշխանության համար դա նորմալ երևույթ չի հանդիսանում, քանի որ 10 նախագիծից կարելի ասել, որը որ ձեռնատու է, հենց դա էլ քննարկում է, որը որ ոչ կամ բացակայության միջոցով կամ քվեարկության առումով անպայման կձախողեն ընդդիմության բոլոր նախագծերը։ Իսկ տվյալ նախագիծը, ասեմ, միանշանակ քաղաքացիների խոսքով եկած էր, այսինքն բարձրաձայնել ընդդիմադիրների կողմից տվյալ նախագիծը եւ անտեսել իրենց բացակայությամբ, դա չեն անտեսում տվյալ ընդդիմադիր դաշտին, անտեսում են ամբողջ ժողովրդին իրականում, քանի որ թոփ առաջին հարցն է տվյալ պարագայում քաղաքային տրանսպորտի հարցը։ Բայց եկեք չմոռանանք, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի հարցը առաջին պլան բերելով չմոռանանք մնացած խնդիրները, ինչպես նաև մենք տեսնում ենք մոտ արդեն 2 ամսի 20-ից, մարտի 20-ից ծառայատունները քաղաքի ծառայատունները հուդայածառ, նույնիսկ ծառերը, որ բերում են, ասենք նոր տնկելու ծառերի անունը հուդայա ծառ է։ Մենք բոլորս արդեն պատկերացնում կարող ենք կազմենք, թեկուզ ինչով կարող է պատահականություն է, բայց հուդայի վերաբերյալ մենք բոլորս գիտենք, այնպես որ գիտեք ինչ, խնդիրները շատ բազմազան են եւ տարբեր ոլորտներում։ Այսինքն ոլորտները այնքան շատ են, որ եթե մի ոլորտ ձախողվեր, մենք կարող ենք պատկերացում կազմենք, որ դա լավ ոչինչ, մի ոլորտ է կարող ձախողվել, բայց երբ որ ամբողջ ոլորտն է ձախողվում, դա նշանակում է, որ արդեն մենք ունենք մեծ խնդիր։ Իսկ իշխանական ավականու անդամները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում նշեցին, որ եթե մենք 80,000 մոտավորապես 80,000 ստորագրությամբ եկած նախագիծը չընդունեցինք կամ չքվեարկեցինք, 17,000-ի դեպքում էլ նույնը լինելու, ոնց տեսանք, այդպես էլ եղավ։ Այս ամենի հակառակ կողմում նաև կար բոյկոտ։ Բոյկոտը դրսևորվում էր քաղաքի տարբեր հատվածներում։ Այս բոյկոտը իր արդյունքը առհասարակ տվեց, չտվեց, որովհետև երբ որ մենք էլ դիտարկումներ ենք իրականացնում, քաղաքացիների մեծամասնությունը կամ վճարում է, կամ ուղղակի անցնում գնում է, բայց երբ որ քաղաքացուն իմ կարելի ասել դիտարկումներում դեպքեր են եղել, երբ որ քաղաքացուն հարցնում ես դու բոյկոտում ես, ասում է չէ, ուղղակի գնում նստում եմ։ Դա ոնց որ բոյկոտի ձև է, թե ոչ, ինչ եղավ այդ բոյկոտը։ Ասեմ, հիմնական խնդիրը, ամենամեծ խնդիրը կայանում է նրանում ժողովրդի մեջ, որ ավելի շատ աշխատում է ամոթի զգացումը։ Երբ որ առաջինը դու մտածում ես ամոթը լավ պետք է վճարեմ, եւ երկրորդը իշխանության կողմից եկավ միանգամայն, որ պետք է տուգանենք։ Եթե չվճարենք, կամ մենք հիշում ենք դեպքեր, որ այսինքն այս քաղաքային իշխանության կողմից աշխատակիցները, քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակիցների կողմից փորձում էին որից խնդիր առաջացնել քաղաքացիների մեջ չվճարողների մոտ, բայց գիտեք ինչ, այդ ամեն ինչը հասցրեց նրան, երբ որ արդեն քաղաքացին վճարում են այդ արույցում դրամը։ Բայց դրանով մենք հասկացանք, ինչպես նաև որ բոյկոտը իրեն ավարտին չհասավ։ Մենք տեսնում ենք 10 հոգուց, լավ կոպիտ ասեմ, 10 հոգուց 9 հոգին վճարում է, մեկը չի վճարում, այսպես ասած։ Թեկուզ մեծամասնությունը, լավ, մեծամասնությունը վճարում է։ Բայց ի սկզբանե մենք բոլորս հիշում ենք 300 դրամի մասին էր խոսքը։ Այնուհետև դարավ 150։ Հարց է առաջանում, նույն հարցը ես բազմիցս տվել եմ ճիշտ ասած, հենց Սուրեն Գրիգորյան, եթե չեմ սխալվում, ես հարցը բարձրաձայնեցի, նիստի դալճից մի հատ կոնկրետ գումար, արժեք կասեք, քաղաքային տրանսպորտի արժեք, տոմսի արժեք։ Այսինքն մենք խոսում ենք 300, ասում եք չէ, մենք 300 չենք ասում, մենք ասում ենք մինչև 300։ Լավ, եղբայր, եթե մինչև 300։ Հիմա ես քաղաքացի ուզում եմ տոմս գնեմ,
մի կոպիտ ասած ուղղություն ցույց տվեք ոնց խի մի բարթացրեք իրավիճակը քաղաքացին ուղղակի ուզում է հասկանալ միջև 100 դրամ էր կազմում ինչքան է կազմում այսինքն դու խեք որոշու որ քաղաքացին պետք է 3 անգամ օրը երթևեկի թե 4 անգամ երթևեկի եթե ես ցանկություն ունեմ օրինակի համար իմ տարածքում եթե երթևեկելու ես գիտեի որ 100 դրամ վճարում եմ всё երթևեկում եմ իսկ տվյալ պարագայում գալիս է 150 դրամ որ պետք է վճարեմ Եթե չէ, ապա պետք է տոմսեր գնեմ, չէ, առանձին փաթեթներով եւ իմ երթևեկությունը կատարեմ։ Ընդ որում ասեմ 150 դրամանոց փաթեթի այդ իսինքն այդ տոմսը գնելու դեպքում էլ ժամկետ է նշված։ Այսինքն ժամկետը եթե դու այդ ժամանակահատվածում ստիպված դու պետք է 2 տոմս առնես, այսինքն 1 տոմս առնելու դեպքում դու վճարում ես 200 դրամ, չէ, տերմինալը 50 դրամ պահում է, այսինքն պահելը որն է 150 դրամա դու 200 դրամ ես լիցքավորում, 50 դրամ կոպեկը չի ընդունում։ Այսինքն մենք ստեղ խնդիր ենք ունենում երկու դեպքում 2 տոմս պետք է առնենք, 2 տոմսը առնում ենք, որը որ նորից ժամկետ է, այսինքն ինքը իրանից պարունակում Այն որ տեղ չես ունենում գնալու, բայց ստիպված գնում ես, լավ ասած ասեմ։ Ընդունելի չի, այսինքն կառավարել քաղաքացուն ու ընդ որում քաղաքացու ֆինանսների միջոցով։ Այսինքն դու կառույց ես, որ քաղաքացին է քեզ ֆինանսավորում։ Բառից բուն իմաստով։ Ու ընդ որում քաղաքային տրանսպորտը սուբսիդավորվում է հենց քաղաքացիների հարկերի տուրքերի միջոցով։ Ինչի մասին է խոսքը, այսինքն դու թելադրես քաղաքացուն, թե ինքը ինչպես իր գումարը վատնի, կամ որտե ծախսի, որտե չծախսի։ Ու դա չի վերաբերվում ոչ միայն քաղաքային տրանսպորտին, նաև աղբահանության հետ կապված, այսինքն աղբի գումարի, այսինքն մենք բոլորս գիտենք, բոլոր դարձրեցին քառակուսի մետր տարբերակով 13 դրամ քառակուսի, այսինքն ինչ հաշվարկներ է գնաց է։ Ով է որոշել այդ հաշվարկները 13 դրամ, ինչից ելնելով։ Այսինքն եթե մարդ միջև այդ ապրում էր 70 քառակուսի տարածքում, հա, մի հոգի, նա վճարում է 200 դրամ, հիմի այդ նույն մարդը, ով 70 քառակուսի տարածքում է բնակվում, պետք է վճարի 900 քանի դրամ, այսինքն 3 անգամ, 4 անգամ ավել գումար, ինչից ելնելով եղբայր, այսինքն որևիցե քայլ ձեռնարկվել է աղբահանությունը լավացնելու, չգիտեմ, մշակելու կամ թեկուզ քաղաքային տրանսպորտի հետ կապված, բոլոր աշխարհը կնեք, ես ասեմ բանը լավ էլ ասեմ, աշխարհում ընդունված է, չէ՞, թղթային տարբերակը վերացնել, ընդունելի չի անկախ ամեն ինչից, էկո սիստեմ գոյություն, լավ sense ասեմ, այսինքն թղթային տարբերակը հնարավորինս ոչնչացնում են։ Իսկ մեր Հայաստանում ես ոնց հասկանում տերմինալի միջոցով թղթերը, նոր այսինքն գիտեք ինչ տոմսը թղթով, ոչ էլ քարտային սիստեմ է կմսրի, հա, խնդիր չկա, բայց եկեք քարտային տարբերակ նորից մտնենք, լիցքավորվող տարբերակ, այսինքն քարտ ունեցեք, լիցքավորեք ինչքան ուզում եք, 1000 դրամ լիցքավորեք, ձեր 4 անգամ, 5 անգամ երթևեկությունը կատարեք, բայց թղթային տարբերակը վերանա, թեկուզ եւ ձեր սիրած թելսելի համակարգի միջոցով։ Մենք այստեղ նաև որ խոսում ենք մենաշնորհին իրականում անդրադարձանք մի քանի հաղորդում առաջ հենց թելսել ընկերության փոխտնօրենի հետ խնդիրը նրանում էր կայանում որ կար մի խնդրահարույց կետ անընդհատ այդ պայմանագրում որը շրջանառվում էր որ ընկերությունը որը պետք է մասնակցի մրցույթին 2022 կամ 23 թվականին հստակ տարեթիվը էսպայն չեմ հիշի մասնակցելու համար պարտավոր էր ունենալ 3 նմանատիպ քաղաքներում արդեն իրագործված պլան, որ գործունեություն ծավալած լիներ, բայց Հայաստանում բոլորս էլ գիտենք, որ այդպիսի ընկերություններ չկան կամ առավել եւս չկան այնպիսի քաղաքներ, որտեղ կարող էին այդ մարդիկ գործունեություն ծավալել։ Խնդիրը որն էր առհասարակ, որ այս կետը նախ ներդրվել էր, եթե կային չկար այդ քաղաքները, չկային այդ գործունեություն ծավալելու խնդիրները ու նաև խնդիրը որն է, որ այս մենաշնորհի դաշտը ստեղծվեց, որ միայն մի ընկերություն հաղթեց ու անընդհատ տարբեր ձևերով փորձ է արվում տեսելի հետ քաղաքացուն կապել, չգիտեմ, օրինակ երբ որ Apple Wallet-ով կամ Google Pay-ով մարդիկ ուզում են վճարում կատարել, մի քանի օր առաջ հայտարարություն տարածվեց, որ դա հնարավոր է այն դեպքում, երբ որ ունենակ Telcel-ի արդեն էլեկտրոնային քարտեր, որոնք կկցվեն այդ համակարգերին։ Անընդհատ այդ փորձը արվում է, այստեղ խնդիրը որն է կայանում, որ անընդհատ քաղաքացուն ուզում են կապել Telcel-ի հետ։ Խնդիրը հենց կայանում է մենաշնորհի մեջ։ Այսինքն եթե գոյություն ունի մենաշնորհ, դա մենաշնորհը արդեն ինքնին իշխանության հետ կապակցված հարց է, այսինքն եթե իշխանությունը չուզենա, միանշանակ մենաշնորհ չի լինի։ Չէ՞, բնական է, այսինքն հենց իշխանության ձգտումն է մենաշնորհ ունենալը։ Telcel-ին տվել են դա Telcel համակարգին տվել են այդ արտոնությունը եւ Telcel համակարգը օգտվում է։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, բնականաբար նախապես տեղակ եղել են, այսինքն թե քաղաքների հետ կապված, մնացած ամեն ինչի հետ կապված, նախապես տեղակ եղել են եւ կարգավորել են այնպես, ինչպես իրենց ձեռնատու է։ Չհաշվարկելով քաղաքացու խնդիրները, քաղաքացու ջանքը, այսինքն այսպես ասեմ, կանգառից հերավորություն չհաշվարկելով Telcel-ի համակարգ,
այսինքն տոմս գնելու հարմարությունները ըստ քաղաքացու համար չի ստեղծված տվել նախագծի հարմարությունները, բայց երբ որ խոսում է քաղաքային իշխանությունը, այնպես է ներկայացնում, որ սա բարելավում է։ Եղբայր, բարելավում ում համար։ Okay, եթե ճշնամի պետության, չգիտեմ, եթե ինչ որ հակառակորդ մարդու, եթե ձեր համար բարելավում է, բնականաբար, բայց եթե քաղաքացու համար, եկեք դուս հարցրեք քաղաքացին, բարելավում է արդյոք թե ոչ։ Քաղաքացին հստակ կասի ոչ։ Ես վստահ եմ, որ կասի ոչ։ Իսկ ովքեր որ կասեն այո, ես վստահ եմ, որ քրի կասեն այո, որովհետև իրենց ընտանիքի անդամներից որևիցե մեկը աշխատում է նույն քաղաքային իշխանության հսկողության տակ կամ որևիցե, այսինքն մտավախություններից ելնելով մենք նոր չենք ապրում այս երկրում, մենք բոլորս է գիտենք հարազատ, բարեկամ, խավոր կարգավիճակը, երբ որ ասենք մի բան արտահայտվում ես մտածելով հետին, այսինքն քո ընտանիքի անդամ կամ բարեկամների առումով, իսկ հիմնականում նորից եմ ասում, այսինքն սա ազդում է այն մարդու վրա, հիմնականը թոշակառու, միջին խավ, ցածր խավ, այսինքն այդ մարդկանց վրա է ազդում։ Իրենց վրա բնականաբար չի ազդի, որովհետև տրանսպորտային միջոցով չօգտվելով որևիցե խնդիր չստիրապետի։ Հայաստանը էներգետիկ կարելի ասել ենթակառուցվածքներով բավականին հարուստ երկիր է, ատոմակայան ունենք, հեկեր, ջեկեր ունենք, որոնք հոսանք են արտադրում, այս ամեն ինչի հետ զուգահեռ, որ մենք ունենք հոսանքի լավ աղբյուրներ, մեր էլեկտրաէներգիայով աշխատող կառույցները, տրանսպորտային կառույցները թանկանում են։ Մեկը տրոլեյբուսները, որոնք 50 դրամ էին դարձել են մեկ ուղևորության համար 150 դրամ, որոնք ձեր նշած խավերն են հիմնականում օգտվում մեծահասակները կամ ուսանողությունը, ու այստեղ ամենախնդրահարույց մասը այն է, որ ինչքան էլ Երևանի մետրոպոլիտեն է կոչվում, բայց ֆինանսավորումն ու սուբսիդավորումը հիմնականում կառավարության կողմից է լինում, որքանով ավականին ունի լիազորություններ մետրոպոլիտենի գնային սանդղակը տատանելու։ Մետրոպոլի գնային սանդղակը տատանելու համար, այսպես ասեմ, ավականու լիազորությունները հսկողության դեր ունի տվյալ պարագայում։ Քիչ առաջ նշեցի, քաղաքային իշխանությունը մեծամասնություն կազմելով կատարում է իր չար գործը, այսպես ասած։ Իսկ ընդդիմադիր դաշտում ավականիները փորձում են հնարավորինս հսկելով իրավիճակը փոփոխել։ Թե ինչքանով է դա իօգուտ քաղաքացիների լինում, դա արդեն ըստ մեր քայլերի է դուրս գալի։ Իսկ տվյալ պարագայում ասեմ, որ խնդիրները ոչ միայն դա են, այսինքն մենք ունենք շատ խնդիրներ, իրականում շատ խնդիրներ ունենք, քանի որ բոլոր խնդիրներն էլ որևիցե լուծում չեն գտնում։ Նրանք արտահայտում, տեսեք, նախագիծը բերվում է, նախագիծի ընթացքում, այսինքն նույնիսկ ներկա չեն գտնվում, առամարելով քաղաքացիներին, Մինչ այդ որոշում ենք կայացնում, մենք լավ գիտենք, հա, թեկուզ հենց քաղաքապետի հայրիկը, ասենք համբալ անվանելով, ասենք Opel-ի վարորդներին, այսինքն իրենց վերաբերմունքը ես կարող եմ տես շարունակ նշել, հա, քաղաքացիական պայմանագրի շատ տենց նմանատիպ արտահայտություններ, բայց իրենց վերաբերմունքը ակնհայտ երևում է, այստեղ քննարկելու որևիցե բան իմաստ չունի, այստեղ պետք է լուծում Բարիս բուն իմաստով լուծում է պետք, որովհետև քննարկելու ժամանակը, ինչպես ձեր հաղորդման ժամանակ ձեր ռադիոյի մեջ ասում են, երգելու ժամանակ չկա, հիմա ես ասեմ, որ այսինքն այստեղ քննարկելու ժամանակ չկա, մենք ինչքան որ քննարկում ենք, դա իօգուտ քաղաքային իշխանության։ Այսինքն գիտեք ինչ, այսպես ասեմ, եւ գողը մտնում է գողություն անելու, ասում են, հա, լավ, միջև քննածեն մենք մեր գողությունը կանենք։ Հիմա տվյալ պարագայում սա է, այսինքն ինչքան իրանք քննարկեն, մենք այս ընթացքում մենք մեր նախագծերը կանցկացնենք, մենք մեր գործունեությունը կծավալենք, թե հետո ինչ կլինի։ Դե դրանց վառ ապացույցն է հիմնականում ավականունիստերի չզեկուցվող հատվածները, խառը շատ տարբեր 32 մոտավորապես հարցերից զեկուցվող հարցը դառնում է 2-3 զեկուցվող հարց։ Ու դրանք իրար հետ փոխկապակցված տարբեր փոխկապակցված հարցեր էլ չեն, որ մեկը լինի շինարարության թույլտվություն, մեկը նախագծը նախահաշվային փաստաթղթերի, տարբեր հարցեր են։ Ինչ հարցեր կան կապված են քաղաքի հետ, այսինքն դա կլինի, չգիտեմ, հուշարձան, դա կլինի թույլտվության հետ կապված բոլոր հարցերը կապված են Երևան քաղաքի հետ։ Եվ Երևան քաղաքի բնակիչը բնականաբար պետք է եւ պետք է իրազեկ լինի տվյալ խնդիրներից դու որոշողը զեկուցվող թե չզեկուցվող բազմիցս անգամ ավականների կողմից մեր կողմից այսինքն հայտարարել ենք ինչն է պատճառը չզեկուցվող, այսինքն պատճառը դա գիտեք ինչ ոնց են մեկնաբանում պատճառը, որ կարևորություն իրենից չի ներկայացնում։ Այսինքն դուս է գալի 32 հարցից կարևորությունը ներկայացից 2-3 հարցը, ընդ որում այդ 2-3 հարցն էլ մեծամասնությունը իրենց նախագծերն են։ Այսինքն այն մնացած ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտից նախագծերը, դրանք մենք կամ բացակայում ենք կամ ընդհանուր հանրապետություն ֆրակցիա, ինչպես նաև քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի միջոցով չեղարկում են։
Տեսեք, հիմա ազգային ժողովը գնալու մի օրինագիծ, որը վերաբերում է տրանսպորտից օգտվողներին տուգանելու տրանսպորտային համակարգը կարելի ասել կանոնակարգելուն, այստեղ կան հատուկ մատնանշված կետեր, որտեղ տուգանքը սահմանվելու է 15000 դրամ, եթե մինչև 1 րոպեի ընթացքում քաղաքացին, ով մտել է արդեն ավտոբուս կամ երթևեկելի հատված տրանսպորտային միջոցի եւ չի վճարել, չի ակտիվացրել քարտը կամ վալիդատորի մոտ չի արդեն մոտեցել, եւ նաեւ այն պարագայում են տուգանվելու, որ ուրիշի քարտով կամ ուրիշի ինչ որ միջոցով կարողանան վճարում կատարել, դա էլ 18000 է իրենից ինչ որ տուգանք ներկայացնում, սա որքանով է խելամտության սահմաններում, ինչ սարքավորումներ, ինչ մարդիկ են առհասարակ օգտագործվելու մասնագետներ, որ կարողանան, չգիտեմ, ամենա խիտ ժամերին, օրինակ 6-ին, 5-ին կամ առավոտյան ժամերին ստուգելու այդքան մարդուն, որ տեսնեն առհասարակ այս մարդը իր տոմսով ստացավ իր քարտով, թե ոչ, կամ ինչ տարբերություն, թե ում քարտով կստանամ, կարևորը այդ գումարը գնաց բյուջե։ Այս խելամտության սահմանում է արված։ Իրականում խելամտության սահման գոյություն չունի որևիցե իրենց որոշման մեջ։ Նոր քիչ առաջ ոնց նշեցի, քննարկել անիմաստ է, բայց ասեմ խելամտություն գոյություն չունի այնքանով, որովհետև ինչպես կարող են վերահսկել 1 րոպե ուշ վճարեց կամ վճարելու ուշ տվյալ պահին մինչև A-ից կետ A կետից մինչև B կետը հասնելը վճարելը, ով է սահման դնում 1 րոպեն պետք է վճարես, 1 րոպեն չվճարեցի, 2-րդ րոպեն վճարեցի տուգանքը։ Այսինքն ստեղ գիտեք ինչ, իրենց օրենքները երբ որ բերում են, այսպես ասեմ, խելացի մարդու համար իրոքից խնդալն է կարելի ասել, չասել խնդալը, ցավալի է, իրոքից որ շատ ցավալի է, որովհետև դու տեսնում ես, որ այսինքն sense որոշումներ կայացնում են ու վատն էլ նա է, որ ժողովուրդը գիտեք ինչ, մեծամասնություն մոտ մտավախություն տվյալ պարագայում կա։ Նույն թեկուզ sense նորվա նախագիծը նշեցի կառավարությունը պետք է լինի, բայց խնդիրը կա, այսինքն ժողովուրդը մտավախություն ունի, բայց ես հորդորում եմ օգտվելով արդից մեր ժողովրդին, որ չտրվել ընդհանրապես այնպես նմանատիպ խոսակցություններին, սադրանքներին, այսինքն որոշող անկախ ամեն ինչից քաղաքացին է։ Երբ որ մենք մեր քաղաքացու աստիճան, ռեյտինգ, այսպես ասեմ, իջեցնենք, 0 մակարդակի, բնականաբար քաղաքացին որևիցե որոշում չի կարող կայացնել։ Բայց քաղաքացին հենց ինքը պետք է գնահատի իրեն եւ գնահատի դիմացի աշխատանքը, այսպես ասած, որտեղ հենց կոչվում է քաղաքային իշխանություն, կոչվում է իշխանություն, իսկ իշխանությունը եկել է ձեր միջոցով, լավից, վատից, թե ոնց, բայց մեծամասնության միջոցով է եղել։ Չնայած այդքան էլ համաձայն չեմ, բայց տվյալ պարագայում իշխանություն է հանդիսանում։ Այնպես որ այս կառավարության այս որոշումները, մնաց օրենքները բնականաբար հետագայում պետք է չեղարկվեն առանց որևիցե քննարկման։ Երբ որ մենք նայեցինք 2023 թվականի ընտրությունների արդյունքները, ոչ թե արդեն թվականակով կամ ավականու անցած անդամներով, այլ նայեցինք, թե որքան քաղաքացի են մասնակցել ընտրություններին, դրա տոկոսը շատ ցածր էր։ Դա խոսում էր այն մասին, որ Երևանի կառավարման նկատմամբ անտարբեր է։ Մեր հաղորդումներում միշտ արծարծում ենք այն գաղափարը, արդյոք հնարավոր են արտահերթ ընտրություններ Երևանի ավականու, թե ոչ, ու այս դեպքում ինչ վտանգ կա, եթե լինեն Երևանի ավականու ընտրություններ, մարդիկ կմասնակցեն, թե ավելի շատ կիջնի տոկոսը։ Բնականաբար ասեմ, կարիքը կա։ Արտահերթ ընտրության կարիքը կա, որտեղ մենք տեսնում ենք շարունակելով ավելի խայտարակ իրավիճակում ենք հայտնվում, իսկ ինչ վերաբերում է ցածր տոկոսանության մասնակցությունը թե ոչ, ես վստահ եմ, որ ավելի շատ կմասնակցեն, քանի որ թե մինչ այդ հուսախաբ են եղել, այսինքն տեսնելով թե ինչ է կատարվում այս պահին, իսկ այս պահին հաստատ ավելի վստահ կմասնակցեն, գիտակցելով, որ պետք է իրենց խոսքը հասնի տեղ, ի վերջո։ Մոտ ժամանակներս նաև հրապարակվելու է Կասկադի շինարարության հաղթողի շինարարություն իրականացնող կազմակերպության հաղթողի անունը, բազմաթիվ ճարտարապետներ, ճարտարագետներ անընդհատ նշեցին, որ այստեղ կա կոռուպցիոն ռիսկեր, հաշվի չեն առնվել, որ հիմնական նախագծողներից մեկը ողջ է, կարծիքը հաշվի չի առնվել, առհասարակ ավականիում քննարկումներ եղել են, ու դուք տեղեկություններ օրինակ ունեք, Կասկադը երբ որ պիտի վերակառուցվի եւ վերջնական տեսքի գա, հին հատակագծերը կամ նմանատիպ գծողներից ինչ որ մեկին հրավիրվել են քաղաքապետարան, թե ոչ։ Քաղաքային իշխանությունը նմանատիպ հարցերը իրականացնում է
ինքն իրենով, հա, ինքն իր թիմով, այսպես ասած, այսինքն չքննարկելով ընդդիմադիր կազմի հետ, ավականների հետ, ընդհանուր հենց այդ հարցերից չզեկուցողների մեջ է մտնում նաև նմանատիպ հարցեր, որոնք որ ասենք կան համարավեն չզեկուցվող, հաշվի չառնելով ընդդիմադիր ավականու խոսքը, թեկուզ քաղաքացու խոսքը եւ դրանից ելնելով հենց առաջացել է նմանատիպ խնդիր։ Այսինքն մենք ունենք բաց այնքանով, որ երբ որ քաղաքային իշխանությունը աշխատում է բառից բուն իմաստով մենակ իր ցանկություններով, իրեն հարազատ մարդկանց միջոցով, իր թիմով, այսպես ասած, չհամագործակցելով մնացած այլ ուժերի հետ։ Մի փոքր որ վերանանք քաղաքապետարանից, քաղաքային կառավարումից, քաղաքային իշխանությունից, ընդդիմությունից, դուք արդար խոսք կուսակցության նախագահն եք, որը նոր է ստեղծվել, ինչ գաղափարներով եւ ինչ նպատակներով է կուսակցությունը ստեղծվել եւ քաղաքացին ինչ սպասի ձեզնից։ Արդար խոսք կուսակցությունը շուրջ 1 տարի արդեն ինչ ակտիվ գործունեություն է իրականացնում քաղաքական դաշտում եւ այս 1 տարվա ընթացքում մենք քայլեր ենք ձեռնարկել նույնիսկ մեր բռնի տեղահանված հայրենակիցների արցախայության գույքի անշարժ գույքի շարժական գույքերի փոխհատուցման պահանջով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Եվ բացի այդ 1 տարվա ժամանակահատվածում մենք արել ենք շատ մեծ գործունեություն, ինչպես նաեւ ընդունելություն մեր քաղաքացիների լինելով նաեւ Երևան քաղաքավականու անդամ, նաեւ շրջում են տարբեր դա կլինի դպրոցներ, մանկապարտեզներ, այսինքն թաղապետարաններ, վարչական շրջանների մեր գործունեությունը, մեր գաղափարախոսությունը արդար խոսք կուսակցության, գիտեք ինչ, առաջնային նշանակետը, որ դրված է, դա հայրենասիրությունն է։ Հայրենասիրությունը հենց գաղափարախոսության հենց ամենակարևոր մասնիկներից մեկն է։ Եթե հայրենասեր չես, դա գիտեք ինչ, գաղափարախոսությունը երկրորդական է դառնում։ Ինչի շուրջ։ Մենք անկախ ամեն ինչից ինչ ուզում լինի, մենք քաղաքական մեզանից դաշտ ենք ներկայացնում, քաղաքական կուսակցություն ենք։ Եթե հայրենասիրություն չլինի, դա մնաց առաջնային կետը դա հայրենասիրությունն է։ Եվ ոգին, մարտական, բնականաբար ինչ որ պակաս է մեր քաղաքացիների, մեր ժողովրդի մեջ։ Մենք պատրաստվում ենք ազգային ժողովի ընտրություններին 2026 թվականին, դա կլինի արտահերթ թե հերթական, կապ չունի, մենք պատրաստ ենք եւ պայքարելու ենք եւ ամեն բան անելու ենք, որ ներկա իշխանությունը ուղղակիորեն դուրս գա հենց կոնկրետ մեր պետությունից։ Բարից բուն իմաստով դուրս գա մեր պետությունից, որպեսզի պրծնենք նման չարիքից։ Քանի որ մեր հիմնական զրույցը ծավալեցին քաղաքապետարանից, ու հասել ենք արդեն հաղորդման վերջին, քաղաքապետարանը վերջին շրջանում քննարկում էր ավականիում բյուջեի կատարողականը։ Բյուջեի կատարողականը մոտավորապես հասել է գրեթե 95%-ի։ Սա աննախադեպ ցուցանիշ է, ինչպես նշում էին իշխանական ավականու անդամները։ Ինչպես եղավ, որ թվերը աճեցին, բողոքները հետ աճում են, արդյունքն էլ շատ քիչ է։ Եթե թվերը աճում են, եթե մաթեմատիկորեն ենք նայում, թվերը աճեցին, թվերի հետ պիտի աճի նաև արդյունքը, թվերի տված։ Մենք չենք կարող խոսալ, նայեք, ինչն է խնդիրը։ Ուրեմն մենք գիտենք դեպքը, որ տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի հետ կապված, Ամերիկա մեկնելու $20,000 մուտքի ելք։ Առաջին դասի թռիչքով մենք գիտենք ավտոմեքենաները, որոնք ասենք պետականորեն տրամադրվեց քաղաքապետարանին, ինչ բյուջեներով, որոնք որ, այսինքն նմանատիպ հաշվարկներ եթե անենք, գումարենք իրար, բնականաբար ծախսը շատ ավելի մեծ կլինի։ Տրամաբանական չի իրենց արած ծախսերը, գիտեք ինչ, նայել մաթեմատիկական որևիցե հաշվարկ չես կարող անել, որովհետև դրա մեջ ներառված է կոռուպցիայի շատ մեծ սխема։ Այսինքն եթե ուզում ես բացահայտես, դու կբացահայտես ամբողջ կոռուպցիան։ Իսկ ամբողջ կոռուպցիան բացահայտելու համար գիտեք ինչ, իշխանությունը իրենց ձեռը պետք է չլինի, այսպես ասած, որտեղ իրանք երբ ոնց պետք է, իրանք մատուցում են ժողովրդին, իրենց ծախսերը ընդունում են, քվեարկում են, մեծամասնությունը դե իրանք են նորմալ անցողիկ դարձավ բյուջեն եւ վերջ։ Կոպիտաստ ինչքան ուզում եք բողոքեք։ Եթե ձեր ձայնը լսելի չէ, այսինքն ստելին ի՞նչն է խնդիրը։ Շնորհակալ եմ շատ։ Ես ուղղակի կարող եմ մի բան կոչանել, նոր ծառից օգտվելով, մեզ միակ մեր փրկությունը մեր այ ժողովրդի միասնական համախմբումն է, միասնական համախմբված շարժն է ընդդեմ տվյալ իշխանությանը։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում էիք։ Ես եմ շնորհակալ։
Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը։ Կհանդիպենք։